ընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կոնֆերանսին ներկա են Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտասարդական կոնգրեսից, Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդների միությունից, Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունից, Ժառանգություն կուսակցության Հայ ուսանողական երիտասարդական միությունից, հասարակական կազմակերպությունների և մեր գործընկեր կառույցների ղեկավար մարմնի ներկայացուցիչներ, հարգելի բարեկամներ և կուսակցական ընկերներ, մեր կոնֆերանսի աշխատակարգում հնչեցվելու է Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրները։ Այսօր կլինեն ելույթներ և զեկույցներ, որոնք առնչվում են երկրում ընթացող հասարակության ամենաշատը հուզող հիմնախնդիրների։ Ակնհայտ է, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի փուլում, որը լի է վտանգներով և անթույլատների այնպիսի տնտեսության համար, ինչպիսին մեր տնտեսությունն է։ Մեր քննարկման նպատակն է վերլուծությունների համապարփակ և մասնագիտական հետազոտությունների արդյունքում գտնել և առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի համար երկրում ստեղծված խնդիրները մշտապես եղել են և կմնան առաջնային ուշադրության կենտրոնում։ Ծանոթանալով պաշտոնական վիճակությանը ականատես ենք լինում մտահոգիչ ցուցանիշների։ Այն վերջին տարիներին արտադրության մեջ առնող մեր հայրենակիցների թիվը զգալիորեն աճում է, մոտենալով 40%-ի շեմին։ Երկրում համատարած տիրում է արտակարգ աշխատատեղերի բացակայությունն ու անարդարության մթնոլորտը։ Խոսվում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն միշտ դրա անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը անհրաժեշտ է պարզել։ Արդյոք արտադրության ցուցանիշի աճող պայմաններում, արտագաղթի թվերի աճող պայմաններում, գործազուրկության ցուցանիշների աճող պայմաններում և մի շարք այլ ճակերտավոր պայմաններում, որում հայտնվել է մեր պետությունն ու քաղաքացին, անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծամասնությունը կփաստի, որ առկա են ավելի շատ լուրջ հարցեր և դժվարություններ, քան սահմանադրական փոփոխություններ։ Առհասարակ սահմանադրական փոփոխություններ, որպես կանոն միջազգային պրակտիկայում արվում են ոչ հաճախ, և դրա համար ընտրվում է այնպիսի ժամանակաշրջան, որը չի խաթանում պետության բնականոն կենսագործունեությունը։ Կամ երբ ստեղծվել է այնպիսի վտանգ, որը անհրաժեշտ է կասեցնել պետության և պետականության անմիջական սպառնացող որևէ վտանգ։ Սակայն իրականությունը այլ է, իսկ ավելի կոնկրետ առկա են գլոբալ հիմնահարցեր, որոնցից ամենամտահոգիչներից է արտագաղթը։ Այս համատեքստում վիճակագրական տվյալները կրկին փաստում են, որ արտագաղթի տեմպերը նվազելու միտում չունեն, ավելին մեկնողների թիվը օրեցօր աճում է։ Նմանօրինակ զարգացումները հղի են լրջագույն վտանգներով, որոնք ինչպես նաև սպառնում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը։ Մեզ համար սկզբունքային է երիտասարդի հոգի կերպասում ներարկել ազգասիրություն, հայրենասիրություն, այն չափաբաժինը, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայրենի, յուրաքանչյուր երիտասարդ, ով գիտակցում է, որ անհրաժեշտ է լինել զգոն ու պատրաստ յուրաքանչյուր վտանգի։ Վերջին տարիներս երիտասարդության ինքնագիտակցության բարձրացման արդյունքում քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ ծնվեցին, որոնք նոր խոսք և իհարկե adekvat գործողությունների առիթ հանդիսացան։ Մեր երկրում արտադրության մթնոլորտի բացակայությունը դրա պետական երաշխիքների մասին կարելի է երկար ծավալել, որովհետև ամեն օր մենք առնչվում ենք նման իրականության հետ։ Անարտադրության մթնոլորտի վերականգնման ճգնաժամից ելքեր գտնելու աշխատանքներ ծավալելով համագործակցում ենք կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միավորումների և առողջ մտքեր գաղափարներ ունեցող ցանկացած քաղաքացու հետ։ Լավագույնս տեսանելի է կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցությունը, երբ կրելով իրարից հաճախ տարբեր գաղափարախոսություններ, բայց արդյունավետ հանուն մեկ գաղափարի, ժողովրդի, պետականության, բարեկեցության նպատակով արդյունավետ քննարկումներ են ծավալում աշխատանքային մեկ նոր սեղանի շուրջ։ Հենց երիտասարդներն են, որ հանդիսանում են երկիշարժիչ ուժը, որը ըստ անհրաժեշտության կարող է համախմբվել հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր։ Այս սրահում ներկա են հենց այդպիսի երիտասարդները։ Հայաստանի Հանրապետությունում փաստ է, որ նվազագույն աշխատավարձով ձևավորվող նվազագույն սպառողական զամբյուղը չի կարող բավարար լինել մարժուտ ու արժանապատիվ ապրելակերպի և պետության հանդեպ իր ունեցած պարտականություններն ու իրավունքները կիրառելու համար։
Մեր երկիրը կանգնած է ներքին եւ արտաքին մի շարք մարտահրավերների առջեւ, սակայն յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ առաջնային պետք է արժանապատիվ հակահարված տալ ներքին մարտահրավերներին, որպեսզի բավարար ուժ ու հնարավորություն ունենան հաղթահարելու նաեւ արտաքին մարտահրավերները։ Միասին ունակ ենք կասեցնելու ցանկացած վտանգ, մենք պարտավոր ենք դա անել եւ վստահ եղեք, որ կանենք։ Շնորհակալություն։